Պարոն Բաբաջանյան, ցեղասպանությունից 111 տարի անց ինչպիսի իրողություններ ունենք, արդյոք կարողացել ենք այս դուռը, այսպես ասած, մեկընդմիշտ դրա կրկնության դուռը մեկընդմիշտ փակել։ Կարևոր հարց եք հնչեցնում, կարծում եմ հայոց ցեղասպանությունը կարևոր սահմանագիծ է պատմության, ողբերգության եւ պատասխանատվության միջև։ Եվ մեր բոլորիս պարտքն է այդ սահմանը հստակեցնել եւ մեր մտքում ունենալ մի կարևոր իրողություն, որ Հայաստանի պետականությունը, հայկական պետականությունը իրական պատասխանն է ցեղասպանության եւ միակ գրավականը չկրկնելու ցեղասպանությունը պետություն ունենալն է եւ պետականությունը ամրապնդելը։ Որքան ամուր լինի մեր պետականությունը եւ որքան ամուր մենք գրկենք մեր պետականությունը, այնքան ավելի մեզանից կհեռացնենք ցեղասպանության կրկնության հնարավորությունը։ Հայաստանի Հանրապետությունն ըստ էության պատասխանն է ցեղասպանությունը ծրագրողներին եւ ցեղասպանությունն իրագործողներին։ Եվ մեր պարտքն է այս 111-ամյա հեռավորությունից ուղղակի վերաիմաստավորել այս կարևոր իրողությունը, ավելի պինդ գրկել պետականություն ունենալու մեր երազանքը եւ գնալ դրա հետևից, ավելի ամրապնդելու, ավելի հզորացնելու, ավելի անսասան դարձնելու մեր պետությունը, դրանով երաշխավորելով մեր պետության եւ մեր ժողովրդի հարատեվությունը։ Պարոն Բաբաջանյան, ամեն տարի մենք ականատես ենք լինում Թուրքիայի դրոշի այրմանը, վերջին տարիներին նաև Ադրբեջանի դրոշի այրմանը, բայց այս տարի Ադրբեջանի դրոշը չայրվեց։ Նախ գիտեմ, որ դուք բացասական վերաբերմունք ունեք այս արարողությանը, ինչպես եք գնահատում։ Ընդհանրապես կարծում եմ, որ դրոշը այրում են այն ժողովուրդները, որոնք պետություն չունեն։ Դա թուլության եւ անզորության արտահայտություն է, էմոցիոնալ հուզական արտահայտություն։ Եթե դա արվեր 35 տարի առաջ կարող էի հասկանալ։ Հիմա կարծում եմ այն բոլորովին կորցրել է իր արժեքը, որովհետև եթե մենք վրեժխնդրություն ենք ուզում ցուցադրել, լավագույնը կլիներ, որպեսզի մենք մեր պետությունը կառուցելու, մեր պետությունը հզորացնելու համառության մեջ կարողանայինք դրսևորել եւ որևէ դրոշ վառելիս գիտակցեինք, որ եթե մենք թույլ ենք տալիս վառել ուրիշների դրոշները, պիտի պատրաստ լինենք նաև, որ ուրիշներն էլ կարող է վառեն մեր դրոշը։ Հետևաբար որևէ դրոշ վառելու փոխարեն կարծում եմ պետությունը կառուցելու գիտակցությունն է պետք ավելի ամրապնդել եւ խորացնել։ Հույս ունեմ, որ պետության նաեւ ջանքերով մենք հետայսու այս տրամադրություններին դրոշ վառելու, այս սովորույթներին այլընտրանքային միջոցներ պիտի գործադրենք եւ մեր երիտասարդությանը խրախուսենք, որպեսզի իրենց միտքը եւ իրենց ջանքը, իրենց ավյունը կենտրոնացնեն պետականաշինության գործին, դրանով շատ ավելի մեծ գործ արած կլինեն, քան դրոշ վառելն ու դրա անհետևանք եւ անզորության ցուցադրությունն է։ Ադրբեջանի դրոշը չկար, հույս ունենանք, որ հաջորդ տարի փաստորեն գուցե նաեւ Թուրքիային է։ Ճիշտ ասած չեմ հետևել եւ ընդհանրապես չգիտեմ ով ում դրոշն է վառել։ Ես ուղղակի իմ գործընկերներին, նրանց ովքեր կազմակերպել են այդ միջոցառումը, կհորդորեի, որպեսզի մենք գոնե այս կարևոր իրողությունների շուրջ համերաշխ գտնվենք եւ մեր պետության, պետականության հզորացման գաղափարի շուրջ ավելի կենտրոնացնենք մեր ջանքերն ու մեր ուշադրությունը։ Պարոն Բաբաջանյան, ձեր գնահատմամբ իսկապես այս 1.5 ամիս հետո սպասվող ընտրությունները բեկումնային կլինեն նաև այս իրողությունները վերջնականապես ամրապնդելու, հաստատելու համար խաղաղության, ինքնիշխանության, պետության պահպանման, շատ է նշվում այս ընտրությունների պատմահեղափոխական նշանակության։
Իրականում այսօր հատկապես մեր ժամանակներում ցեղասպանության փաստը պետք է դիտարկել ոչ թե 100-ամյա վաղեմության համատեքստում, այլ դրանք պետք է գնահատել իրողություն, որոնք ուղղակի վերաբերում են այսօրվան եւ այսօրվա իրողություններին, որովհետեւ մեծ հաշվով քաղաքական եւ պատմաքաղաքական իմաստով ոչինչ չի փոխվել։ Փոխվել է միայն այն, որ մենք այլևս պետություն ունենք եւ ըստ այդմ մեր ջանքերն էլ վերաիմաստավորելու հայոց ցեղասպանությունը պիտի ելնեն այդ կարևոր փաստից։ Մենք այլևս այն անզոր ու թույլ ժողովուրդը չենք, մենք կարծես նաեւ վերջին ողբերգություններից դասեր քաղած ժողովուրդ ենք եւ չափազանց կարեւոր է որպեսզի այդ դասերը ավելի հետևողականորեն սերտած դուրս գանք այս հարափոփող իրավիճակներից, որում մենք գտնվում ենք այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է, առավել անկորուստ ու անցնցում վերապրելու համար այս պատմական, քաղաքական եւ ճակատագրական ժամանակները։